իրավաբանական սպասարկման նպատակը կարող ենք ասել ըստ մեր քննարկման, որ նաև որ մենք ոչ թե միայն լուծում ենք խնդիրներ, այլ նաև կանխարգելում ենք այդ խնդիրների առաջացումը եւ նույնիսկ այն դեպքերում, երբ վեճերի լուծումը հասնում է արդեն դատական քննության, իրավական ամուր հիմքեր ունեցող ընկերությունը բնականաբար գտնվելու է ավելի շահեկան դիրքերում, քան այն ընկերությունը, ով որ չէր դիմել իրավաբանական սպասարկման ծառայությունների։ Եվ հաջորդ կարևոր առավելություններից մեկը, որի մասին կուզեմ խոսել, դա նա է, երբ բիզնեսը հաճախ ընդլայնվում է նոր շուկայի մոտ գործում եւ անհրաժեշտություն է լինում դիմել իրավաբանին, outsource իրավաբանությանը, շուկայի վերաբերյալ, նոր շուկայի եւ կամ նոր ծառայությունների ներդրման վերաբերյալ հստակ պատկերացումներ եւ դրանց ռիսկերը գնահատելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։ Եվ այն դեպքերում, երբ խուսափում ենք կամ համարում ենք դա ավելորդ ծախս, միգուցե շատ ավելի շուտ լճանա բիզնեսը, քան անպարագայում, երբ կարող ենք այդ խնդիրը կանխել, ավելի վաղ փուլում։ Եթե անդրադառնամ նաև թերություններին, այս ոլորտում ինչ թերություններ ունենք, կարող եմ ասել դրանցից մեկն այն է, երբ հիմնականում outsource ծառայություններից օգտվելու պարագայում շատ հաճախ ձեռներեցները իրենց կազմակերպության վարչական կամ օպերացիոն գործառույթները եւս պատկերացնում են, որ իրավաբանի գործառույթն է։ Տիկին Գևորգյանը նշեց, որ շատ սերտ պետք է համագործակցենք HR-ների կամ այլ օպերացիոն համակարգերը կառուցող մասնագետների հետ, սակայն չպետք է թողնենք, որպեսզի այդ գործառույթները բուն մասը իրականացվի հենց իրավաբանների կողմից, քանի որ վերջիներից գործառույթների իրականացման համար բնականաբար անհրաժեշտ է լինում այլ ոլորտի մասնագետների ներգրավումը։ Անդրադառնալով նաև մեթոդաբանությանը, թե ինչ մեխանիզմների միջոցով կարող ենք կանխարգելել այդ ամեն ինչը հասկանալ, ինչքանով է արդյունավետ իրավաբանական գործառույթային իրավաբանական սպասարկման ծառայություններից օգտվելը բիզնեսի համար, պետք է չափելի դարձնենք վերջինս, մասնավորապես երևի թե 3 մեթոդ կարող եմ առանձնացնել, որոնք որ կարող են լինել ռիսկերի քանակը, չափելի դարձնել ինչքան էին ռիսկերը եւ ինչքան են դառնում դրանք իրավաբանական ծառայություններից օգտվելուց հետո, դրանց ծախսերը, որոնք որ կարող են առաջանալ եւ այն ծախսերը, որոնք որ մենք վատնել ենք, կամ օգտվել ենք իրավաբանական ծառայություններից համեմատելով երկուսի միջև ծախսերը, ինչպես նաեւ չափելի դարձնենք թե ինչ ազդեցություն է ունեցել իրավաբանական ծառայություններից օգտվելը բիզնեսի վրա, օրինակ շահույթի տեսանկյունից դա կարող ենք դարձնել, թե ինչքան հեշտ ու պարզ են դարձել գործարքների կազմակերպումն ու դրանց հեշտ կառավարումը։